բոլոր սահմանները, բոլոր չափերը իշխանությունները անցնում են։ Չկա մի գիծ, որ այս մարդիկ չփորձեն հատել։ Այս պայքարում կրկնում եմ, այս պայքարը, որ սկսվել է, այս խաչակրաց արշավանքը, որ սկսվել է հայ-առաքելական Սուրբ եկեղեցու, տանուլ են տալու։ Իրենք չեն հասկանում, որ արդեն իսկ եկել է իրենց հետ հաշվարկի սկիզբը։ Եվ կրկնում եմ, այս ամբողջ մեր պատմության մեջ, ով որ փորձել է հարձակվի հայ-առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այդ մարդիկ տանուլ են տվել եւ ես համոզված եմ, որ այս հերթական ճակատամարտն էլ, որ նախանշում է, պլանավորում է, կազմակերպում է Սույն անձը, ինքն է շատ կարճ ժամանակամիջոց, կարճ ժամանակահատված հետո ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում։ Ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում, որովհետև իր համար արդեն այլևս նշանակություն չունի 105-րդ անգամ է խախտում օրենքը, 106-րդ անգամ է խախտում օրենքը, 110-րդ անգամ է խախտում օրենքը։ Իր համար դա ոչ որևէ մի կապ չունի։ Ինքն էլ բացահայտ ասում է, ես իրավապահ համակարգին ցույցում եմ տալիս, գնացեք աշխատեք։ Սա արդեն քրեական հոդված է։ Ոչ մեկ իրավունք չունի ուղղորդելու իրավապահ համակարգին, SMS գրելու գործից հանելու, SMS գրելու այս կամ այն մարդու տները մտնելու, ձերբակալելու։ Հայ մարդը ասում է, Ազգային ժողովում ասում էր, պատվալներում եք հայտնվելու։ Բացահայտ նա ասում է, պարոն Դանիելյան, այդ դեպքում ինչ է պետք անել, որպեսզի այս ճնշումները այլևս չշարունակվեն։ Պետք է համախմբվել, այս ուխտը բոլորի դռաններ չոքելու է, այն մարդիկ, որոնք որ մտածում են, որ դե գիտեք ինչ կա, այս օրինակ սրբազան պայքարի շարժման հետևից են գնում, այս կամ այն ուրեմն քաղաքական գործիչի հետևից են գնում, մի օր էլ գալու են իրենց հետևից։ Ես չեմ հոգնի կրկնել, որ ասում են, ես եկան հրյանների հետևից ես ասի հրյա չեմ, եկան կոմունիստների հետևից ասի ես կոմունիստ չեմ, հետո եկան իմ հետևից, հետո գալու են բոլորի հետևից։ Եթե ազգային բարերարին, մարդուն, որը որ Հայաստանի Հանրապետության համար այդքան բարեգործական ծրագրեր է իրականացել, հիմա տանում են եւ գիտեք Արմավի քրեակատարողական հիմնարկ տան, հետո տան այն հետևածը, իրենց համար ինչ կա, ոչ կարմիր գիծ կա, ոչ բան կա, ասում են մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, բայց քանդում են եկեղեցին, ասում են բա մենք բան ենք, չգիտեմ, ինչ որ պետականության հիմքերում կանգնած ենք, ենք ենք, բայց քանդում են պետականության հիմքերը, սա նաև կարծում եմ ծրագրի մի մաս է, փորձել այն ազգային ուժերը, որ կան, որոնք որ դիմադրություն ցույց կտան, այդ մարդկանց փորձել արանքից հանել, ադրբեջանցիներին բերել բնակեցնել, պատահական չէ Ջերամովի վերջերս կատարած գրառումը, որով որ ասում էր, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի վերեն բնակեցնեն։ Այսինքն, այս ամեն ինչից հետո Հայաստանի Հանրապետությունում կհայտնվեն ադրբեջանցիները։ Շնորհակալ եմ։